Ռուսաստանը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկ ունեցող երկրների սև ցուցակում ներառելու Եվրամիության որոշումից հետո Հայաստանի, Սերբիայի և Ղազախստանի բանկերում խստացվել են Ռուսաստանի քաղաքացիների սպասարկման ստուգումները։ Ռուսական RBK հեռուստաալիքի փոխանցմամբ թե ֆիզիկական, թե իրավաբանական անձինք դժվարությունների են բախվում դոլարով ու եվրոյով գործարքներ կատարելիս, քանի որ բանկերը պահանջում են հավելյալ փաստաթղթեր և երկարաձգում վճարումների ժամկետները։ Գործակալության փոխանցմամբ հայաստանյան Ամիո բանկում և Յունիբանկում, ինչպես նաև Սերբիայի ու Ղազախստանի մի շարք բանկերում արդեն գրանցվել են գործարքների մերժման դեպքեր։ Եղեգնաձորի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, մինչև փրկարարների ժամանելը կրակի դեմ փորձել են պայքարել բնակիչները։ Արտակարգ դեպքը տեղի ունեցել այսօր ցերեկը, դեպքի վայր հասած հրշեջներին հաջողվել է մարել կրակը։ Բարեբախտաբար հրդեհից ոչ ոք չի տուժել, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Գյումրու ավագանու ընդդիմադիր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջարկել է 2026 թվականից համայնքային բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար, Facebook-յան էջում գրել է Սարիկ Մինասյանը։ Գյումրու նախկին քաղաքապետը հայտնել է նաև, որ կառավարությունը հաջորդ տարի 437 միլիոն դրամ ավել դոտացիա կտրամադրի Գյումրուն, ինչը թույլ կտա լիարժեք իրականացնել առաջարկը։ Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգությունը սեփական աշխատակիցների թույլտված հանցագործությունների վերաբերյալ 20 հաղորդում է ուղարկել դատախազություն։ Այս վիճակագրության ցուցանիշն ամենաբարձրն է ներքին անվտանգության վարչության ստեղծման օրվանից ի վեր։ Անցկացվել է 103 ծառայողական քննություն, արդյունքում 78 աշխատակից ենթարկվել է պատասխանատվության։ Ոմանք ստացել են նկատողություն, որոշները հեռացվել են աշխատանքից։ Եվս 8 դեպքի վերաբերյալ տվյալները փոխանցվել են ազգային անվտանգության ծառայություն եւ հակակոռուպցիոն կոմիտե։ Ավելի խորը ստուգումներ անելու համար։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը եւ Արշակ arczepiskopos Խաչատրյանը կալանավայրից հայտարարություն են տարածել դատապարտելով Մայրաթոռում տեղի ունեցած իրադարձությունները։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է. մեջբերում հակաեկեղեցական հերոսակախումբը իր տխրահարճակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայրաթոռ, փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։ Հայտարարությամբ նրանք աջակցություն են հայտնել վեհափառ հայրապետին եւ հայտնել զորակցություն։ Մեր ձևով շարժումը անվճար կրթության ստանալու ծրագիր ունի Պոլիտեխնիկական համալսարանում սովորել ցանկացող դպրոցականների համար։ Այդ մասին ասել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, Պոլիտեխնիկի դասախոսներից մեկին մեր ձևով տաքսիում հանդիպելիս։ Երիտասարդության մեջ ռեգիոններում Երևանում դեռ հեշտ է, բայց ռեգիոններում աշխատատեղեր ապահովելու համար պետք է վերջի 2 տարում վերապատրաստման դասեր լինի ու Պոլիտեխնիկը գնա ռեկրուտ անի, բերի ֆինանսավորում ունենա պետությունից, բերի լավ աշակերտներին, ասենք մաթեմատիկայից, ֆիզիկայից, երկրաչափությունից, ով որ լավ է, լավ բազա ունի, իրանց հրավիրի, բերի Պոլիտեխնիկ, ու որ իրանք անվճար սովորեն։ Շատ լավ։ Ժողովրդի կարծիքները լսելու, մեր ձևով շարժման մասին պատմելու համար Նարեկ Կարապետյանը որոշել է տաքսի վարել ու A կետից B կետ քաղաքացիներին տեղափոխելու ընթացքում էլ լսել, զրուցել նրանց հետ։ Այս խնդիրները տեսե տարբեր ոլորտներ, որոնք խանգարում են մեր երկրին զարգանալու։ Դա առաջարկելու ենք մեր հասարակությանը եւ երկրորդ առաջարկը մեր լինելու է, որ Հայաստանի պետությունում պետք է հավասարակշռել իշխանությունը, այսինքն միանձնյա իշխանություն պետք է չլինի, պետք է լինի թիմային աշխատանք, որպեսզի մեկը չփորձի դառնալ միանձնյա որոշի ամեն ինչ, որը բերում է իր բարդ հետևանքներին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան, որ օրերս մեր երկրում էր, X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը։ Նա գրել է, որ հաճելի էր քննարկել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումները նախարար Սուրեն Պապիկյանի հետ, բարձր գնահատելով Հայաստանի շարունակական ներդրումը ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերում։ Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին եւ հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել մեր գործընկերության նոր շրջանակային փաստաթուղթը, գրել է Ռադմիլա Շեկերինսկան։ Եվրոպական միության անդամ երկրների հարկատուները ստիպված կլինեն տարեկան 3 միլիարդ եվրո վճարել որպես Կիևին տրամադրված վարկի տոկոս։ Սա տեղի է ունենում Ուկրաինայի պաշտպանության ֆինանսավորման համար ընդհանուր պարտքի ավելացման ծրագրի շրջանակներում։ Եվրամիության երկրները բացառապես մի քանիսի ավելի վաղ ընդունել են Ուկրաինային մոտ 90 միլիարդ եվրո անտոկոս վարկ տալու որոշումը։
Իրանն այսօր մահապատժի է ենթարկել Աքիլ Քեշավարզին Իսրայելի օգտին լրտեսության համար։ Իշխանությունները հայտնել են, որ նա հետախուզական հարյուրավոր առաքելություններ է իրականացրել լուսանկարելով ռազմական օբյեկտներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրին քարտի փոխարեն ներկայացրել է ոսկե քարտը։ Նրա խոսքով ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի ոսկե քարտի համար $1 միլիոն վճարի դիմաց, ի տարբերություն Բայդենի նախագահության ժամանակների, երբ երկիր էր մուտք գործել 25 միլիոն մարդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆլորիդայում արդեն ավարտել է հանդիպումը Կիևի պատվիրակության հետ, որտեղ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը նշել է, որ կողմերը համաձայնության են եկել հետագա քայլերում եւ շարունակելու են համատեղ աշխատանքը։ Մայամիում հանդիպումներ են նախատեսված Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևի հետ։ Նա սոցցանցի իր էջում հաստատել է, որ ուղևորվում է Ֆլորիդայի նահանգ։ Ամերիկյան մամուլը հաղորդել է, որ ուկրաինացի բանակցողների հետ նրա քննարկումները բացառվել են։ ԱՄՆ-ը մեկնել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականները։ Բանակցություններին կմասնակցեն Թուրքիայի արտգործնախարարը եւ Քաթարի վարչապետը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայամիում նախատեսված են բանակցություններ Սթիվ Ուիթքոֆի եւ Դոնալդ Թրամփի փեսայի Ջարեդ Քուշների հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր չէ պահպանել նախագահի աթոռը։ Նրա խոսքով պատերազմի ժամանակ քվեարկության կազմակերպումը պահանջում է օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես կարևոր է ուկրաինացիների անվտանգությունն ընտրությունների ժամանակ։ Ուկրաինայի քաղաքացիները վախենում են պատերազմական շրջանում ընտրություններ անցկացնելուց, ասել է Զելենսկին։ Ավելի վաղ նա հայտարարել էր 60-ից 90 օրվա ընթացքում նախագահական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, բայց միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրներն օգնեն անվտանգության հարցում։ Ռուսական անօդաչու թռչող սարքը դուրս է եկել վերահսկողությունից եւ մտել մեր տարածք, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Նախորդին Թուրքիայի Իզմիտ քաղաքում ԱԹՍ էր կործանվել, որից հետո պաշտոնական Անկարան դիմել էր Ուկրաինային եւ Ռուսաստանին պահպանել անվտանգության կանոնները եւ չխախտել երկրի սահմանները։ Արաբական Միացյալ Էմիրություններում Դուբայի հորդառատ անձրևները հեղեղել են քաղաքի ճանապարհները։ Կադրերում երևում է, թե ինչպես են տրանսպորտային միջոցները դժվարությամբ շարժվում փողոցներով, իսկ անցորդները ջրի հոսքի միջով։ Դուբայի իշխանությունները հասարակական անվտանգության ապահովման համար հորդորել են պահպանել երթևեկության կանոնները, փակվել են հանրային զբոսայգիները եւ լողափերը։ Սպասվում է, որ տարբեր ինտենսիվությամբ տեղումները կշարունակվեն, իսկ որոշ շրջաններում կայծակ, ամպրոպ եւ կարկուտ։ Սաուդյան Արաբիայի բնակիչներին զվարճացրել է հազվագյուտ տեղացած ձյունը։ Երկրում լեռները վերածվել են ձյունաճերմակ լանդշաֆտի։ Կադրերում երևում է, թե ինչպես են ընտանիքները վայելում ձմեռային տպավորիչ տեսարանը, իսկ ոմանք նույնիսկ լանջերին սահում են ինքնաշեն սահնակով։